Երկրի տնտեսության զարգացման ուղղված ներդրումային ծրագրերի շրջանակում Տաշիր կար ֆաբրիկան շարունակում է ընդլայնել իր արտադրական հնարավորությունները, ստեղծելով նոր աշխատատեղեր Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների, ինչպես նաեւ հարակից համայնքների բնակիչների համար։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ հնարավորություն ունեն ապահով աշխատանք եւ կայուն եկամուտ ունենալ հայրենի մարզում։ Լոռու մարզում արտագաղթի նվազեցման եւ հատկապես կանանց զբաղվածության մակարդակի բարձրացման նպատակով ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ներդրմամբ գործարկված ֆաբրիկայում պարբերաբար իրականացվել են արդիականացման եւ ընդլայնման աշխատանքներ։ Այն դիտարկվում է որպես սոցիալական նշանակություն ունեցող արտադրական կենտրոն, քանի որ շահույթ չի հետապնդում։ Գործարանում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծված են աշխատակիցների համար հարմարավետ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ, ապահովվել են նաեւ սոցիալական բաղադրիչներ, ներառյալ խոհանոցային պայմաններն ու աշխատակիցների տեղափոխման կազմակերպումը։ Ստիպված եմ գնալ Երևանում աշխատել, իմ տարածքում իմ գործը կգտնեմ կաշխատեմ։ Այստեղ պայմանները շատ լավ են, եթե լավ չլինեին, իհարկե չէին գա, գոհացնում են։ Խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց, որ կարող են գալ աշխատեն, որովհետև հիմա աշխատանքի տեղ կա, մարդիկ լավ արձադրում են, հոգում են լրիվ մեր ամեն մի, ասենք, վիճակի մասին բան։ Եթե ցանկություն կա, մարդկանց դիմում ենք, իրանք մեզ աջակցում են։ Շատ կարևոր է, որ այստեղ կաշխատում են, ունենք մեր գործը, աշխատավարձի չենք տրվում։ Տաշիր կարում աշխատում են նաև ուսանողներ համատեղության կարգով։ Նրանց խոսքով աշխատանքը հնարավորություն է տալիս ուսմանը զուգահեռ ձեռք բերել մասնագիտական հմտություններ եւ ունենալ սեփական եկամուտ։ Ուսանող եմ եւ կարողանում եմ համատեղել եւ ուսումը եւ աշխատանքը եւ իրենց է խորհուրդ կտամ, այստեղ դժվար գործ չկա, բոլորն է կարող են եւ պետք է։ 2005 թվականից գործող Տաշիր կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն է։ Տարիների ընթացքում այն երբեք պարապուրտ չի ունեցել։ Պատվերներ ընդունելով ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրի տարբեր կազմակերպություններից, ամրապնդելով տեղական արտադրության դերը երկրի տնտեսության մեջ։